Մի 20 օր առաջ Facebook-յան լայվ էր մտել մարդամեկը ու ասում էր այսօր զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում ու դա անարժանապատիվ է ընդդիմադիրների համար, որովհետև ասում էր ընդդիմադիրների համար արժանապատիվ է, որ միայն իրենք հանգիստ քնելու հնարավորություն ունենան։ Նիկոլի այս ելույթից հետո բանակում 2 զոհ է գրանցվել։ 20 օր է անցել այդ ելույթից ու ունենք մի քանի դեպք, 2 զոհ, դանակահարություններ։ 3 ապրիլի 14-ին հրազենային վիրավորումից մահացավ զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Փետրվարի 26-ին էլ զոհ ունեինք ու էլի Նարեկ Հակոբյան էր, Համլետի։ Ապրիլի 2-ին Զորավարժադաշտում էլի մահացավ զինծառայող։ Ընդդիմությունը շարունակում է ահազանգել, իսկ ահա Նիկոլն ու իր պաշտպանության նախարարը հանգիստ քնում են։ Իսկ այդ զինծառայողների ծնողները հանգիստ են քնում, Նիկոլ։ Ցույց կտաք մեկ հոգու, որ բանակում ունի որդի ու գիշերը հանգիստ գլուխը դնում է բարձին։ Ցույց կտաք մեկ հոգու, որը չունի զինծառայող որդի, բայց մտածող քաղաքացի է ու հանգիստ քնում է ձեր օրոք։ Շարունակում եք երիտասարդ կյանքեր խլել բանակում։ Երբ ծնողը զավակին ճանապարհում է բանակ, գիտի, որ վտանգը թշնամին է, բայց զավակը զոհ է գնում ներքին խնդիրների, կարգապահության բացակայության, բարոյահոգեբանական ճգնաժամի, պարզապես Նիկոլի, Պապիկյանի, Ասրյանի ապաշնորհ կառավարման պատճառով։ Ու ծնողի համար սրանք դառնում են հավասար թշնամի։ Կանգնում ցինիկաբար ասում են՝ դե սահմանին չեն կրակում, գնացեք քնեք։ Սահմանին դեռ հրադադար է, բայց մեր բանակը արյունահոսում է ներսից, ու դրա միակ մեղավորը այս քաոսի հեղինակներն են։ Պաշտպանության նախարարն ու գենշտաբի պետը վաղուց պետք է հեռացված ու դատված լինեին։